Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, նորաստեղծ Արարատ հեռուստաընկերությունը իր առջև խնդիր է դրել հանրությանը ներկայացնել մեր ժողովրդի անվանի զավակներին։ Եվ հենց այդ նպատակին է ծառայելու հայորդիներ հաղորդաշարը, որի անդրանիկ հաղորդումը նվիրված է նշանավոր ռազմաքաղաքական եւ պետական կուսակցական գործիչ Ալեքսանդր Միասնիկյանին։ Մի անձնավորության, ում շնորհիվ անխուսափելի մահից փրկվեցին տասնյակ հազարավոր որբեր եւ գաղթականներ, թուրքական գերությունից ազատվեցին հարյուրավոր հայ զինվորականներ եւ վերջապես ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում երկունք ապրեց Եղեռնից Մազապուրձ եւ քաղաքացիական պատերազմի թոհուբով անցած հայությունը։ Մեր այսօրվա հաղորդման հյուրերն են տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը եւ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու դոցենտ Կարեն Խաչատրյանը։ Բարի գալուստ պարոնայք, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ 20-րդ դարի ականավոր ռազմաքաղաքական եւ կուսակցական պետական գործիչ հրապարակախոս Ալեքսանդր Միասնիկյանը ծնվել է 1886 թվականի հունվարի 26-ին Նոր Նախիջևանում։ 1898-ից 1903 թվականները սովորել է Նոր Նախիջևանի հոգևոր թեմական դպրոցում։ 1906 թվականին Միասնիկյանը սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1909-ից 1911 թվականներին սովորել եւ ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի տնտեսագիտական բաժինը։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո ենթասպայի կոչումով եղել է Ռուսաստանի հեղափոխական բանակի առաջին ընտրովի գլխավոր հրամանատարը։ 1917 թվականի նոյեմբերից եղել է Արևմտյան ռազմաճակատի գլխավոր հրամանատար։ 1918 թվականի ապրիլից նաև Հարավ-արևմտյան ռազմաճակատի գլխավոր հրամանատար։ Իսկ 1918 թվականի հունիսից Արևելյան ռազմաճակատի գլխավոր հրամանատար Սպիտակ չեխերի դեմ։ 1918 թվականի հունիսից եղել է Հյուսիս-արևմտյան Մարսկոմի և Մարսգործկոմի նախագահ։ 1918 թվականի հուլիսից մինչև 1919 թվականի հունվարը եղել է ՌԿԲԿ Հյուսիս-արևմտյան Մարսկոմի նախագահ, ապա մինչև 1919 թվականի մայիսը Բելորուսիայի Կոմկուսի կենտրոնական բյուրոյի և Կենտգործկոմի նախագահ։ 1919 թվականի մայիսից մինչև 1920 թվականի հունվարը ՌԿԲԿ Մոսկվայի կոմիտեի ռազմական կազմակերպիչ և պաշտպանության օպերատիվ շտաբի պետ, ապա ՌԿԲԿ Մոսկվայի քաղկոմի և նահանգային կոմիտեի առաջին քարտուղար։ 1921 թվականի մայիսի 21-ից եղել է ՀԽՍՀ ժողկոմ խորի նախագահ և ռազմական ժողկոմ։ 1922 թվականի փետրվարի 22-ից ՌԿԲԿ Անդրկովկասի երկրամասային կոմիտեի քարտուղար։ 1922 թվականի մարտի 12-ից Անդրֆեդերացիայի դաշնակցային խորհրդի նախագահ։ Ստալինի, Օրջոնեկիձեի, Մոլոտովի հետ միասին եղել է ԽՍՀՄ ստեղծումը նախապատրաստող հանձնաժողովի անդամ։ Զոհվել է 1925 թվականի մարտի 22-ին ավիավթարից։ Բոլորին է քաչայտնի կամ իմացողներին, որ Միասնիկյանի գործունեությունը բավականին բեղմնավոր է եղել, թե քաղաքական եւ թե հասարակական սոցիալ-տնտեսական գրեթե բոլոր բնագավառներում, այդ առումով պարոն Վիրաբյան, ինչ առանձնապես այդ փուլերից կարևորեիք եւ կառանձնացնեիք։ Բնականաբար Ալեքսանդր Միասնիկյան կուսակցական քաղաքական ռազմական գործիչի ներկայացնելուց առաջ մի քանի խոսքով պետք է ներկայացնել նրա անցածուղին միջև խորհրդային Հայաստան գալ, միջև Հայաստանի ղեկավար դառնալը, Հայաստանի ղեկը ընդունելը։ Նա մտավորական էր, գրականագետ Ալեքսանդր Մարտունի կեղծ անունով կամ ծածկանունով, հայտնի էր հայկական շրջաներում, մտավորականության շրջանում, պահպանվել է նրա նամակագրությունը 20-րդ դարի սկզբի հայ մտավորականների հետ, նրա ընկերությունը հայտնի է նրա ընկերությունը Վահան Տերյանի հետ հատկապես, որտեղ երկուսն էլ միասին էին անցել եւ ուսումնական եւ գրական ուղին։ Նա որպես քաղաքական գործիչ մի կուսակցության մեջ էր, որը առանձնանում էր որոշակի ձևով առանձնանում էր այդ տարիների ցարական Ռուսաստանի մյուս կուսակցություններից, կուսակցությունը կոչվում էր սոցիալ-դեմոկրատական
բանվորական հայ կազմակերպություն, ինքը իրեն հայտարարել էր սոցիալ-դեմոկրատական, բայց իր առաջ դրել էր նաև ազգային խնդիրներ։ Ի տարբերություն, ասենք, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության, որի անդամներն էին ռուսներ, հայեր, հրեաներ, վրացիներ, տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այս կազմակերպության անդամներ են միայն հայեր, որոնք խնդիր էին դրել հայ բանվոր դասակարգի ուժերով, այսպես տեղափոխել, հեղաշրջել ժամանակը եւ երկիրը։ Բնականաբար, երբ բռնկվեց առաջին համաշխարհային պատերազմը, նա ընդամենը 28 տարեկան էր, ծնվել է 1886 թվականին, եւ ահա նա ճակատագրի բերումով ընկավ արևմտյան ռազմաճակատ եւ այնտեղ անկեղծորեն ասած ընդհանրություն չունենալով ռազմական գործի հետ, այսպես խիզախության օրինակներ ցուցաբերեց եւ կարճ ժամանակում շահեց, ասենք, զինվորների շրջապատի համակրանքը։ Երբ բռնկվեց 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունը եւ Ռուսաստանում սկսվեց այդ անցումային շրջանը, ժամանակավոր կառավարություն, խորհուրդներ, բանվորական, գյուղացիական, կարմիր բանակայինների եւ այլ, ռազմական, ավելի ճիշտ, ռազմական խորհուրդներ եւ ահա նա ընտրվեց համակրանքի շնորհիվ, քանի որ պրոֆեսիոնալ ինքը սպա չէր, այլ ուղղակի քանի որ ուներ բարձրագույն կրթություն եւ այդ Մյասնիկյանը առաջին ընտրված ռազմաճակատի հրամանատարներից մեկն էր եւ ահա 17 թվականին նրա կյանքում, այսպես ասած, շրջադարձ կատարվեց, նա ընդունվեց բոլշևիկյան կուսակցության շարքերը, արդեն Լենինի կուսակցության շարքերը եւ պետք է ասեմ, որ այս կազմակերպության, բանվորական հայ կազմակերպության անդամների մեծ մասն էլ հետագայում դարձան բոլշևիկյան կուսակցության անդամներ, ընտրվեց արևմտյան ռազմաճակատի հրամանատար, նորաստեղծ խորհրդային Բելոռուսիայի ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ եւ որ բռնկվեց արևելքում Չեխոսլովակյան կորպուսի խռովությունն նրան շտաբ տեղափոխեցին արևելյան ռազմաճակատ, որտեղ եւս մեծ դեր կատարեց բռնկված քաղաքացիական կռվների խորհրդային իշխանության համար։ Հետագայում արդեն տեղափոխվեց կուսակցական աշխատանքի եւ 1919-1920 թվականին նա Մոսկվայի կոմիտեի քարտուղարներից մեկն էր, Մոսկվայի կոմիտեի քարտուղարներից, խորհրդային Ռուսաստանի մայրաքաղաքի կուսակցական ղեկավարներից մեկն էր եւ այս ընթացքում էլ է շփումներ ունեցել հայկական շրջապատի հետ, դա հայտնի է, ես չեմ ուզում մանրամասը կանգ առնել դրա համար եւ երբ որ 1921 թվականին եկավ Հայաստան, իսկ Հայաստանն ինչ էր այդ պահին 1920 թվականին թուրք-հայկական պատերազմից հետո պարտված Հայաստանում խորհրդային իշխանություններ հաստատվել, ընտրվել էր մի քաղաքականություն, ռազմական կոմունիզմի քաղաքականություն, որ ոչ ձախ ուղղվածության Ավիս Նուրիջանյանի, Աթարբեկյանի եւ մյուսների շնորհիվ ընտրվել էր ձախ քաղաքականություն, ռազմական կոմունիզմի քաղաքականություն, գյուղացու նկատմամբ ճնշման, մտահորականության լիկվիդացիայի եւ հայտնի է մեզ հարյուրավոր հայ սպաների արտաքսումը Ռուսաստան, փետրվարյան ապստամբություն, քաղաքացիական կռիվներ եւ անհրաժեշտություններ առաջացել փոխել Հայաստանի ղեկավարությունը եւ մարդկանց ուղարկել, որոնք կապ չէին ունեցել քաղաքացիական կռիվների հետ։ Պարզ ասած նրանց ձեռքը մաքուր էր։ Եվ ահա ընտրվեց Ալեքսանդր Մյասնիկյանը, թեպետ մոսկվացիները չէին ուզում նրան ուղարկել, հանձնել, այսպես ասած, Հայաստանի Լուկաշինը, որը Դոնի Ռոստովում էր, այդ Հուսային Կովկասյան երկրամասային կոմիտեի ղեկավարներից մեկը, այս երկուսին եւ նաեւ մի քանի հայ բոլշևիկների Ռուսաստանից ուղարկեցին մայիսի սկզբին Երևան Հայաստանի ղեկավարությունը ստանձնելու եւ ահա մայիսի 19-ին Մյասնիկյանը կազմեց Ժողկոմ խորհուրդ եւ դարձավ Ժողկոմ խորհրդի նախագահը։ Փաստորեն, պարոն Խաչատրյան, պարզ դարձավ, որ Մյասնիկյանը մինչև Հայաստան գալը զբաղեցրել է բավականին մեծ եւ պատասխանատու պաշտոններ, եղել է Բելարուսիայի նորաստեղծ Բելարուսիայի ղեկավարներից, եղել է ռազմաճակատների հրամանատար, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի կուսակցական ղեկավարներից մեկն է եղել եւ նման պատասխանատու մեծ մասշտաբի պաշտոններ զբաղեցնելուց հետո նա համաձայնվեց կամ հանձնարարություն կատարեց, համոզված ենք իհարկե, որ չեն պարտադրել նրան բնականաբար գալ Հայաստան,
Պաշտոնի առումով ավելի ցածր պաշտոնի, բայց պատասխանատվությունը ավելի մեծ պատասխանատվությամբ։ Այո, պարոն Վիրաբյանը եւ դուք ճիշտ նկատեցիք, Ալեքսանդր Միասնիկյանը գործուղվեց Խորհրդային Հայաստան մի ժամանակաշրջանում եւ Խորհրդային Հայաստանում փաստացի քաղաքացիական կռիվներ էին ընթանում, նոր էր ճնշվել Փետրվարյան ապստամբությունը եւ վերականգնել էր իշխանությունը, բայց ոչ ամբողջ Խորհրդային Հայաստանում եւ այդ ժամանակ Միասնիկյանի գալը շատ կարեւոր էր։ Եվ այստեղ ճիշտ նշվեց, որ նա մինչ Հայաստան գալը արդեն փաստացի ճանաչված քաղաքական, պետական, ռազմական գործիչ էր։ Իսկ Հայաստան գալով նա ինչու՞ չէ, պետք է դառնար նաև ազգային գործիչ, որովհետև Ալեքսանդր Միասնիկյանը անգամ հայրենիքից հեռու գտնվելով նա միշտ տեղյակ է եղել Հայաստանի իրադարձություններին, հայոց պատմությանը, հայոց խնդիրներին եւ այդ մասին են վկայում նաեւ նրա բազմաթիվ հոդվածները, դասախոսությունները, նաեւ հայկական հարցի վերաբերյալ, այնպես չէ, որ նա չէր ճանաչում Հայաստանը, մոտիկից իհարկե չէր ճանաչում, բայց այն անձնավորությունն էր, որը միշտ հետևում էր նաեւ հայկական գործերին եւ ուստի այդ ժամանակաշրջանում հենց նրա գալը շատ կարեւոր էր եւ խորհրդային բարձրաստիճան ղեկավարները դա էլ նկատի էին ունեցել Ալեքսանդր Միասնիկյանին գործողելով ամենևին պատահական չէր նրա անձի ընտրությունը։ Եվ ամենակարևորն այն է, որ Հայաստանում, Խորհրդային Հայաստանում մի այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որը վնասում էր եւ երկրի զարգացմանը, եւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, եւ հարկավոր էր ժողովրդին տալ խաղաղություն, սոցիալական խնդիրներին հետամուտ լինել եւ ինչու՞ չէ մեղմել նախկին ղեկավարների, այո, գործիչների, որոնք ցավոք սրտի երկիրը հասցրեցին նաև ապստամբությունների եւ ահա այստեղ Միասնիկյանի Հայաստան, Խորհրդային Հայաստան գալը շատ կարեւոր էր եւ մայիսին ժամանելով Հայաստան Երևանում իր առաջին իսկ ծրագրային ելույթում նա բացեիբաց հայտարարեց, որ մենք պետք է կառուցենք երկիրը եւ բոլոր նրանք, ովքեր նախկինում հակառակվել են աշխատավորության շահերին, նրանց բոլորի համար Փետրվարյան ապստամբությունը պետք է դաս լինի եւ այո այդ ներման քաղաքականությունը գնաց եւ նաեւ նա կոչով դիմեց, որպեսի արտասահմանում գտնվող հայ մտավորականները վերադարձան եւ նրա կոչը ընդունվեց եւ շատերը մենք գիտենք վերադարձան Խորհրդային Հայաստան եւ լծվեցին այն նույն գործին, որին լծվել էր Ալեքսանդր Միասնիկյանը։ Կադրային քաղաքականությունը ճիշտ է։ Կադրային քաղաքականություն եւ այստեղ նաեւ պետք է մենք անպայման խոսենք նաեւ այն քաղաքական խնդիրների մասին, որոնք նույնպես առաջնահերթ էին։ Չմոռանանք, որ դեռ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կար, Զանգեզուրի խնդիրը կար, որտեղ հերոսական պայքար էր մղում Գարեգին Նժդեհը իր զինակիցներով, դեռ Լոռու խնդիրը կար, որ վերջնականապես չէր լուծվել, ամենևին էլ կարող էր իրավիճակը տանել նրան, որ մենք զրկվեինք Խորհրդային Հայաստանը զրկվել Լոռիից, եւ ահա այստեղ է նաեւ Միասնիկյանի մեծ դերը, որտեղ հասարակության մեջ երբեմն այն կարծիքն է, թե Միասնիկյանը մինչև վերջ վճռական չէր Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի կազմում պահելու հարցում, գիտեք ինչ, այստեղ հնարավորությունների մասին պետք է խոսել եւ մենք քաղաքական պետական գործիչների մասին խոսելուց պետք է նրանց գնահատենք ժամանակի մեջ, թե ինչ ժամանակահատվածում էին նրանք գործում, իրենց գործունեությունը ծավալում եւ այստեղ շատ կարեւոր է նշել, որ փաստացի այդ ժամանակաշրջանում նա խորհրդային բարձրաստիճան ղեկավարության հետ պայքար էր մղում բանակցությունների սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի համար, Լոռու համար, Զանգեզուրի համար եւ այդ պայքարը ամենևին էլ հարց չէր ընթանում, որովհետեւ խորհրդային Ադրբեջանի իշխանությունները նույնպես պայքարում էին այդ նույն խնդիրների համար եւ իհարկե եթե Լեռնային Ղարաբաղը մնաց խորհրդային Ադրբեջանի կազմում, բայց նրան տրվում էր լայն ինքնավարություն եւ ահա խորհրդային Ադրբեջանի իշխանությունները անգամ չէին ցանկանում տրամադրել Լեռնային Ղարաբաղին ինքնավարության կարգավիճակ համաձայն Կավբյուրոյի որոշման։ Անգամ ասեմ մի հետաքրքիր փաստ, որ խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը անգամ 1921 թվականի աշնանը պնդում էր եւ որոշում ընդունեց, որպեսի Կավբյուրոն բեկանի այդ որոշումը լղի առանձնացնելու վերաբերյալ։ Եվ ահա այստեղ Միասնիկյանի ջանքերը շատ կարևոր էին եւ որպես անդրֆեդերացիայի ղեկավար գործիչ նա բոլոր ջանքերը ներդրեց, որպեսի Լեռնային Ղարաբաղը որպես ինքնավար մարզ
ձևակերպվի, ադրբեջանցիները ստիպված էին դա անել 1923 թվականի ամռանը եւ պետք է նշեմ, որ նաեւ դրա շնորհիվ էր, որ Արցախահայությունը գոյատևեց, Ադրբեջանի խտրականության քաղաքականությունը դիմակայեց եւ Արցախը չհայաթափվեց։ Այսինքն կարող ենք փաստել, որ հաշվի առնելով նորաստեղծ սովետական Հայաստանի, Խորհրդային Հայաստանի իրական հնարավորությունները եւ իրավիճակը, Միասնիկյանը թեպետ տվյալ պահին 21 թվականին իզորու չեղավ Լեռնային Ղարաբաղը միավորել Խորհրդային Հայաստանի հետ, բայց չնայած այդ հանգամանքին մի 1 տարի, 2 տարի անց նաև նրա վճռորոշ կեցվածքի շնորհիվ հնարավոր եղավ վերջապես Այո, միանշանակ եւ մեր հասարակությանը, այո, դրա այդ մասին պետք է իմանա, որ լղիմի ստեղծումը եւ այն, որ լղիմի շնորհիվ էր, որ մենք Արցախում ունեցանք այսօրվա մեր հաջողությունները, այո, եթե չլիներ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, շատ հավանական է, որ Ղարաբաղի այդ տարածքները հայաթափվեին, այո, եւ ձուլվեին ադրբեջանական շրջանների հետ։ Այնպես որ այդ մասին մենք պետք է բարձրաձայնենք եւ մեր հասարակությունը այդ մասին պետք է իմանա։ Նաեւ ինչպես նշեցի, Լոռի Չեսոգոտին մնաց Խորհրդային Հայաստանի կազմում եւ նաեւ Զանգեզուրը, որտեղ եթե Գարեգին Նժդեհը զենքը ձեռքին իր զինակիցների հետ էր պայքարում, ապա նույն ժամանակ Ալեքսանդր Միասնիկյանը բանակցությունների սեղանի շուրջ էր պայքարում Զանգեզուրի համար եւ Զանգեզուրի հարցում, եթե մենք իրոք նշում ենք, որ Գարեգին Նժդեհի վաստակը բացառիկ է Զանգեզուրը Խորհրդային Հայաստանի կազմում պահելու, ապա նույնը պետք է ասել նաեւ Ալեքսանդր Միասնիկյանի, որ նրա դերը ոչ պակաս է։ Ցավոք սրտի, երկու խոշոր պետական ազգային գործիչները այդ շրջանում բարիկադների հակառակ կողմերում էին հայտնվել, բայց կարծում եմ ազգային հարցերում, տարածքային հարցերում, Հայաստանի տարածքները ընդլայնելու հարցերում նրանք միակարծիք էին եւ երկուսի այդ համատեղ գործունեության շնորհիվ էր նաեւ որ Զանգեզուրը մնաց Խորհրդային Հայաստանի կազմում։ Շնորհակալություն։ Պարոն Վիրաբյան, ներկայացրեցիք մինչև Հայաստան գալը գործունեությունը, արդեն տեղեկացանք Միասնիկյանի ազգանվերը հայրենասիրական գործունեության վերաբերյալ, եթե կարելի ասեք Միասնիկյանի գործունեությունը տնտեսական, սոցիալ-քաղաքական ոլորտում, քանի որ գաղտնիք չէ, որ Խորհրդային Հայաստանի տնտեսություն որպես այդպեսին գոյություն չունի։ Բնականաբար ավիրված երկիր էր, սով գաղթական էր, որբեր, աշխարհում ամենաշատ որբեր, բնակչության քանակին ընկնող այդ պահին Հայաստանում էր եւ աշխարհի ամենամեծ որբանոցը Ալեքսանդրապոլի Պոլիգոնի, այո, Պոլիգոնի գաղթականությունը չմոռանանք 300,000 գաղթականներ կային։ Իհարկե, դժվարին խնդիր եւ բնականաբար պետք է հասկանալ Միասնիկյանի, որ նա իր առաջ խնդիր դրեց հայ ժողովրդի ֆիզիկական գոյության պահպանությունը եւ ի տարբերություն ասենք Վրաստանի կոմունիստների Բուդու Մդիվանի կամ Ադրբեջանի Նարիման Նարիմանովի, որոնք փորձում էին այդ նոր ձևավորվող անդրֆեդերացիայի խորհրդային միջան կազմում պահպանել որոշակի ազգային ինքնուրույնություն եւ այլը, Միասնիկյանը այդ հարցերին ուշադրություն չէր դարձում եւ փաստ է մենք պետք է ասենք, որ բոլոր այդպիսի հարցերում անդրկովկասյան դաշնության ստեղծման խորհրդային միջան ստեղծման հարցում առաջինը նա էր կողմ քվեարկում լինելով այդ հանձնաժողովների անդամ եւ 22 թվականին անդրֆեդերացիայի ստեղծումով նա բնականաբար դարձավ անդրֆեդերացիայի ղեկավարներից մեկը եւ տեղափոխվեց Թբիլիսի, փաստորեն Հայաստանում նա մնաց 9 ամիս։ Մայիսին եկավ 22 թվականի մարտի 12-ին արդեն տեղափոխվեց Վրաստան, այսինքն նորաստեղծ անդրֆեդերացիայի կենտրոն։ Բնականաբար այնտեղ էլ նա մեծ աշխատանք էր կատարում Հայաստանի տնտեսությունը վերականգնելու հայ ժողովրդին այդ ծանր իրավիճակից դուրս բերելու համար։ Կարծես նա էր ստանձնել Հայաստանի հայ ժողովրդի համար այսպես արտաքին քաղաքականության խնդիրների իրականացումը, Հայաստանի օգնության կոմիտեի ստեղծման, արտասահմանյան գաղթօջախների հետ խնդիրները կապը գտնվում էր նրա ձեռքերի մեջ եւ պատահական չէ որ առաջինը նա մի քանի աշխատություն գրեց գաղութահայության մասին եւ այլը, որտեղ նշվում էր գաղութահայության մասին, որ նա պետք է օգնի Խորհրդային Հայաստան։ Իհարկե այստեղ քաղաքական խնդիրներ էլ կային, բնականաբար
խորհրդային միությունը դեռ ողջավորված էր համաշխարհային հեղափոխության խնդիրներով եւ բնականաբար գաղութահայության համար պետք է պայքարեր Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որի ղեկավարը Ալեքսանդր Միասնիկյանն էր, բայց պետք է ես ասեմ, որ բավականին իրոք կարճ ժամանակում խորհրդային Հայաստանի ղեկավարությունը բնականաբար Ռուսաստանի օգնությամբ սա մենք չենք կարող շեշտել, կարողացան տնտեսական խնդիրները լուծել արդեն 22-23 թվականին Հայաստանում սովը նահանջել էր եւ արդեն դժվար էր, շատ դժվար էր, երբ որ օրինակ առաջին դժվարությամբ էին օրինակ ներգաղթողներին ընդունում, որտեղ տեղավորելու տեղ չկար, գումար չկար, սնունդ չկար, այսպես մենք հեշտ ենք ընտանում, կամաց անցնում էր, բայց շատ դժվարությամբ էր դա իրականացում։ Այդքան 300,000 գաղթականներ տեղավորել, հողով ապահովել, նորերին ընդունել հեշտ չէր։ Եվ հավատացեք, որ այսօր արդեն մենք կարող ենք շեշտել ժամանակին իհարկե դրա մասին չենք խոսում, այսպես ներքին հաճույք չկար Սփյուռքից հայրենադարձներին ընդունելու, որտեղ նրանց պետք էր տեղավորել, նրանց սնունդով պետք էր ապահովել, նրանց բնակարանով պետք է ապահովել, բավարար միջոցներ չկան, երբ որ Նանսենը այսպես եկավ Հայաստան, շրջեց Հայաստանով, հետո ինքն էլ էր դժգոհում, որ կարծես ինչու Հայաստանի կառավարությունը այսպես ջերմությամբ չէր հավանում, ոգևորվածություն չէր ցուցաբերում, առանց հասկանալու, որ Հայաստանի ղեկավարությունը այստեղ շատ քիչ է դեր էր կատարում, հիմնական խնդիրները լուծվում էին արդեն Մոսկվայում եւ Թբիլիսիում։ Խնդիրները այնտեղ էին լուծում, ֆինանսավորումը վերևից էր գալիս, բայց միանշանակ պետք է ասել նրա դերը հայ ժողովրդի համար խաղաղ, նրանց ֆիզիկական գոյության խնդիրների լուծման համար մեծ էր նրա դերը։ Նույնիսկ այսպիսի մի փաստ ես սրանով ավարտեմ, այսպես հայտնի է, որ 21 թվականին հայ զինվորականները հատկապես գերությունից վերադարձած, որտեղ նրանք անմիջապես Միասնիկյանը հրաման էր, որտեղ նաև Ժողկոմ խորի նախագահ լինելուց բացի ռազմական գործերի նախարարներ Ժողկոմ էր խոսում, նա հրաման ստորագրեց եւ թուրքական գերությունից կամ բանից Ռեազանի գերությունից եկած բոլորին միանգամից տեղավորեց որքի մեջ, ահա մի օր հավաքվում է բարձրագույն հրամանատարությունը, որի հիմնականում բացի գայից մնացածը բոլոր նախկին Հայաստանի Հանրապետության զինվորականների, Նարարատովը, Ախվերդովը, մյուսները ասում են, որ մենք մեր ունեցած այս փոքր զինված ուժերով, սա իհարկե քաղաքացիական պատերազմից հետո էր 20, մենք կարող ենք Կարսը նորից հետ գրավել։ Միայն դու մեզ ինչպես ասում են համաձայնություն ձեռք բեր, մենք կարող ենք գրավել, որտեղ թուրքերը հույների դեմ կռվելով զորք չունեին Կարսում, հետախուզությունը բարձր էր եւ ահա այդ մասին ով որ մեզ հայտնել այդ տեղեկությունը, դա Արտակ Դարփինյանի հուշերում է գրված, դու լավ գիտես, նա ասում է, որ Միասնիկյանը միանգամից ասաց չէ, չենք կարող, որտեղ ես չգիտեմ ինչ կլինի, ինչպես հետագա գործընթացները ինչպես կգնան, բայց այս մի բուր հայ ժողովրդին էլ նորից ինչ որ հարվածիլ տակ դնել, ես այդ իրավունքը չունեմ։ Շատ բարի, Փաստորեն, պարոն Խաչատրյան, համոզվեցինք, որ Միասնիկյանը ընդամենը 8-9 ամիս Հայաստանում մնալով եւ Թիվլիս ավելի մեծ մասշտաբի պաշտոնի պետք է ասեմ, որ մինչև այդ նա Հայաստանում չէր եղել։ Մինչև հաջորդ ամսին անցնելը ընդմիջենք եւ ծանոթանանք այժմ, թե մեր համակարգացիները ինչքանով են տեղյակ եւ ինչքանով են ծանոթ Միասնիկյանի անձին եւ գործունեությանը։ Այսօր որ մենք կանք մեր կայացած երկիր ունենք աշխարհի կողմից ճանաչված, դա իմ կարծիքով Նժդեհի եւ Միասնիկյանի համատեղ գործողությունների արդյունքն է։ Իսկապես անգնահատելի են։ Բոլոր այն մարդիկ, գիտուն մարդիկ, որոնք բնակվում էին Ռուսաստանում, բերեց Հայաստան, առաջինը բերեց Մարտիրոս Սարյանին, որը ինքը եկավ եւ այստեղ զարգացեց գեղանկարչությունը եւ ճանաչում գտավ ամբողջ աշխարհում։ Այն դաժան տարիներին համացան ողջայության համար որբեր հավաքող մարդ դարձավ եւ կարողացավ մեծ գործ կատարել այս ազգի մասին։ Նաեւ այս ժամանակին մեծ գործ կատարել է հայ ժողովրդի համար։ Մանավանդ ամենածանր օրերին նա մեծ գործ կատարեց հայ ժողովրդին, մանավանդ գաղթականության համար։ Մեծ հայ է եղել։ Կարողացան Միասնիկյանի ջանքերի շնորհիվ հաց հայթայթել այստեղ սովամահ լինող
համ տեղացի ժողովրդի, համ փախստականների, գաղթականների համար։ Շատ բնակավայրեր ապահովեցին ջրով, ապահովեցին կենսական կյանքի համար անհրաժեշտ մինիմալ պայմաններով գոնե, ու գոնե այդ խաղաղությունը կարողացավ պահպանվել, տնտեսությանը զարկ տրվեց նրա օրոք, ու երևի ժողովուրդը փրկվեց։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես տեսանք, մեր հասարակությունը ընդհանուր առմամբ տեղեկացված է եւ հուսանք մեր այս հաղորդումը նույնպես կնպաստի այդ հանգամանքին։ Պարոն Խաչատրյան, դուք որպես ռուսական հարաբերությունների մասնագետ, ձեր կարծիքով Ալեքսանդր Միասնիկյան գործի եւ թե ժամանակի եւ թե բուն գործի արդիականությունը որն է։ Նկատի ունեմ այն ժամանակ իշխանության գալով Հայաստան Միասնիկյանը քաղաքական առումով, աշխարհաքաղաքական առումով միակ այլընտրանքը եւ մեր երկրի զարգացման հերանեկարը գտավ Ռուսաստանի իհարկե այն ժամանակ խորհրդային հետ հարաբերությունների հետագա զարգացման եւ սերտացման առումով եւ այդ տեսանկյունից եթե արդիականության մասին խոսենք մեր օրերին էլ է նույն վիճակը իմ կարծիքով մի մեծ տարբերությամբ որ արդեն մեր հանրապետությունը այն կիսաղետալի վիճակում չէ ինչ 20-ական թվականների սկզբին էր։ Այո, ճիշտ նկատեցիք։ Ես կցանկանայի ավելացնել պարոն Վիրաբյանին կապված նրա գործունեության հետ նաև անդրդաշնության ղեկավար մարմիններում եւ նաև որպեսզի մենք բոլորս իմանանք եւ հպարտանանք դրանով, որ մենք ունեցել ենք քաղաքական գործիչ, որը փաստացի ղեկավարել է ամբողջ Անդրկովկասը եւ այդ մասին մենք պետք է բարձրաձայնենք։ Այսինքն նրա ղեկավարության տակ են գտնվել նաև մեր հարևան հանրապետությունները եւ նրանց ղեկավար գործիչները եւ այստեղ Միասնիկյանի դերը իրոք մենք պետք է շատ ավելի բարձրացնենք, բայց թյուր կարծիք կա թե անդրդաշնության մարմիններում աշխատելով նա մոռացել էր Հայաստանը, այսպես ասեմ, չէր մտահոգվել հայկական հարցերով։ Պարոն Վիրաբյանը նշեց, ես կցանկանայի ուղղակի նաեւ ավելացնել, որ բացի Լեռնային Ղարաբաղի խնդրից նա նաեւ զբաղվում էր եւ հաստատակամ էր Ջավախքի հարցում, որտեղ գաղտնիք չէ, որ երբ Ախալկալակի այդ շրջանը մնալու էր Վրաստանի խորհրդային Վրաստանի կազմում, այնտեղից բնակչության արտահոսք սկսվեց եւ ահա Միասնիկյանը ջանքեր էր ներդնում, որպեսզի այդ արտահոսքը կազմի, համոզելով, որ ընդհանուր խորհրդային պետության մեջ հայությունը ապահովված կլինի եւ այդտեղ էլ շատ կարեւոր է նրա դերը, նաեւ նրա դերը նրանում, որ իրոք ԽՍՀՄ ստեղծման գործընթացներ գնում եւ Միասնիկյանը շատ բարձր էր գնահատում դա եւ նշում էր, որ խորհրդային Հայաստանը ի տարբերություն հարևան Անդրկովկասի հարևան հանրապետությունների շատ ավելի շատ է շահագրգռված այդ դաշնության միության մեջ, որովհետեւ գաղտնիք չէ, ամենավատ վիճակում սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական գտնվում է, կարելի ասել ողբերգական վիճակում էր գտնվում այդ երեք հանրապետություններից խորհրդային Հայաստանը եւ դա մի փրկության ճանապարհ էր եւ Միասնիկյանը ասում է, այո, մենք առաջին հերթին գնում ենք դեպի խորհրդային մեծ դաշնություն, նկատի ունենալով խորհրդային Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգության խնդիրները։ Դա առաջնահերթ էր։ Նաեւ սոցիալ-տնտեսական խնդիրները, որովհետեւ պարոն Վիրաբյանը ճիշտ նշեց, հիմնական օգնությունը գալիս էր խորհրդային Ռուսաստանից։ Եվ խոսելով նաեւ այսօրվա խնդիրների մասին, այո, մենք պետք է դա նշենք, ելնելով պատմական փորձից, մեր մեծերի падգամներից, որ իրոք այսօր մեր ռազմավարական դաշնակիցներից մեկը խորհրդային Ռուսաստանին փոխարինած կարելի ասել այսօրվա Ռուսաստանի դաշնությունն է, բայց շատ կարևոր տարբերությամբ, որ դուք ճիշտ նշեցիք, որ այսօր մենք պետություն ենք տարածաշրջանում, որը կարևոր գործոն է, մենք ունենք հաղթանակած պետություն, մենք ունենք հզոր բանակ եւ այսօր մեր հարաբերություններում պետք է ձգտել իրավահավասարության եւ այդ մեծ եւ փոքր եղբայրի բարդույթից մենք պետք է հեռանանք եւ մեր ռուս գործընկերներն էլ դա պետք է գիտակցեն եւ հավասարի հետ զարգացնենք մեր հարաբերությունները, ել ավելի խորացնենք եւ այստեղ նաեւ շատ կարեւոր է, որ մեր պետության արտաքին քաղաքականության հիմքում է դա անկած եւ դա շատ ողջունելու է։ Էնպես որ այստեղ էլ Միասնիկյանի նրա մեծ թողած դասերը շատ արդիական են։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա հաղորդումը նվիրված էր Հայաստանի ապագայի նկատմամբ անսահման հավատով լեցուն ազգային պետական գործիչ Ալեքսանդր Միասնիկյանին։ Հաջորդ հաղորդմանը կներկայացնենք Մաղաքիա պատրիարք Օրմանյանին, առայժմ այսքանը,
Ճանաչենք հայորդիներին։